Սիրելի հեռուստադիտողներ, ես Ինդոնեզիայում եմ, այս պահին տեղի կղզիներից մեկում Տորաջա շրջանում։ Այստեղ գտնվելը, հավատացեք, շատ հետաքրքիր է։ Այս պահին շտապում եմ հանդիպելու իմ զբոսավարին։ Միշտ ասում եմ, չէ, իրական շունչը գյուղի կամ քաղաքի զգալու համար առաջինը այցելեք տեղի շուկա ու կզգաք ինչպես են մարդիկ ապրում եւ ինչ կարող ես գտնել այդ շուկայում։ Այնպես որ շտապեմ առաջինը հանդիպելու իմ զբոսավարին։ Անցեք, բարի լույս, առավոտյան ժամը 8-ն է, բոլորը կամ շտապում են շուկա, կամ շուկայից գնումներ կատարելուց հետո, բարի լույս, արդեն վերադառնում են իրենց տուն, իսկ իմ զբոսավարը տեղում է, բարի լույս, ողջույն։ Բարև Վարդան ջան։ Շնորհակալ եմ, որ այսօր օրը նվիրել եք մեզ, ամեն անգամ զբոսավարներին այս ամենը ասում եմ, որովհետև առանց նրանց ուղղակի հնարավոր չէ որևէ բան տեսնել ու նկարահանել։ Մենք սկսում ենք օրը այսօր տեղի շուկաներից մեկում։ Բարի գալուստ մեր շուկա, այս մեկը կոչում ենք առավոտյան շուկա։ Ինչպես արդեն անունը հուշեց, այն աշխատում է միայն առավոտյան ժամերին։ Այստեղ եռուզեռը վաղ առավոտից է սկսում, բայց արդեն մինչև կեսօր անգամ մեկ տաղավար կամ բաժարակետ չես գտնի տարածքում։ Շնորհակալ եմ, այո, քայլենք, բոլորը արդեն նախաճաշում են, բարի ախորժակի դեպ, բոլորը նախաճաշում են, դե շուկան աշխատում է առավոտյան, ասացիք, վաղ առավոտից եւ մինչ կեսօր։ Այո, մի քանի ժամ է աշխատում։ Հենց շուկայի սկզբնական հատվածում արդեն կարող ես տեսնել մեր երկրում լայն տարածում ունեցող միրգ ու բանջարեղեն, բանան, չիլի պղպեղ, սովորական պղպեղ, տեղական հատուկ բույսեր, որոնցով ազգային ուտեստներ ենք պատրաստում, պապիո ենք կոչում սա։ Դրանով հավի ու տավարի միսն ենք համեմում ու տարբեր ապուրներ եփում։ Այն յուրահատուկ համ է հաղորդում ուտեստին։ Շատ հուսով եմ, որ այսօր հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես եւ ինչ է պատրաստում այս խոտաբույսով։ Իրականում մի շարք ազգային խոհանոցային ավանդույթներ են կապված այս խոտաբույսի հետ։ Տես այս կողմի վրա էլ այդ նույն տերևներից ստացած համեմունքն է։ Այն օգտագործում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ դրանից շատ համեղ ու յուրահատուկ համեմունք ենք ստանում։ Դրա համար ուղղակի չորացնում են տերևները, հետո խառնում այլ տեսակի բույսերի հետ ու նման միքսերը վաճառում։ Սրանք շատ հարմար է օգտագործել պահածոների կամ տոմատի մածուկի հետ։ Բոլորը իհարկե զարմացած մեզ են նայում, դե բնականաբար առավոտյան եկել են աշխատանքի, շուկա ու հանկարծ հայտնվել են օտարերկրացիներ, նկարահանում են, խոսում են, բայց այս ամենը հավատացեք, միշտ եթերում շատ հետաքրքիր է։ Մեր հեռուստադիտողները շատ են սիրում, երբ մենք նկարահանում ենք շուկաներ։ Հիմնական ինչպես հասկանում եմ, այս ամենը բերվում է մոտակա գյուղերից։ Այո, իհարկե, մոտակա գյուղերից են բերում մթերք ու սովորաբար հենց գյուղացիներն էլ վաճառում են իրենց մթերքը։ Դրա արդյունքում էլ ամեն առավոտ շուկայում թարմ ու հենց նոր ծառերից ու այգուց հավաքած բանջարեղեն ու միրգ ենք գտնում։ Ես գիտեմ, որ շուկայում կա նաև հատված, որտեղ կերակուր են պատրաստում եւ այդ վայրերից հիմնական օգտվում են մարդիկ, ովքեր այս ամենը վաճառում են։ Այո, կան նման հատվածներ։ Քանի որ մարդիկ այստեղ են գալիս վաղ առավոտյան, հաճախ նրանք չեն էլ հասցնում նախաճաշել տանը։ Տես ամեն րոպե նոր մեքենաներ են գալիս, որոնք բերում են թարմ պտուղներ։ Միայն այլ թե ինչ ծմերուկներ ու սեխեր են։ Իսկ այս կողմի վրա բանան է։ Չգիտեմ նման փոքրիկ բանաններ տեսել ես թե ոչ, բայց դրանք հրաշալի են, շատ ավելի քաղցրահամ են, քան մեծ տեսակները։ Իսկ այս մյուս պտուղներն էլ արմատներն են։ Դրանք աճում են հողի տակ, որպես բույսի արմատ, բայց շատ օգտակար են ու քաղցրահամ։ Եթե փորձես, համը չես մոռանա։ Կոճապղպեղն էլ վստահ եմ, այսպես թե այնպես տարբերակում ես։ Իսկ հետաքրքիր է ինձ արժեքները ինչպիսին են, հա։ Գիտեմ, որ այստեղ Ինդոնեզիայում ամեն բան շատ ավելի մատչելի է։ Ամեն դեպքում մեզ այդպես է թվում, որտեվ մեր երկրում Հայաստանում այս ամենը շատ ավելի թանկ է։ Այստեղ Ինդոնեզիայում մատչելի։ Եթե համեմատական տանենք այլ կղզիների հետ, օրինակ Բալի կամ մյուս կղզիների հետ, այստեղ ավելի մատչելի ամեն բան, թե ավելի թանկ։ Գների ու արժեքների հետ կապված իրականում շատ բան չունեմ ասելու։ Որպեսզի կարողանամ հստակ համեմատություն անել, պետք է տիրապետեմ մնացած շուկաների գներին։ Ես այդքան էլ լավ չգիտեմ, թե այլ երկրներում ինչ արժե միրգ ու բանջարեղենը։ Իդեպ, հիմա ուզում եմ ուշադրությունդ հրավիրել այն գործընթացին, որ տեղի է ունենում։ Նայր կոկոսի կաթ են ստանում։ Ահա։ Ամեն բան արվում է արագ ու որակով։ Սկզբում հեռացնում են կոկոսի կեղևը, հետո հատուկ այս սարքի միջոցով աղում եւ քամում են հեղուկը, ապա դրան մի քիչ խառնում են ջուր եւ վերջ ամենահամեղ ըմպելիքներից մեկը պատրաստ է։ Իսկ մնացած քերուկն էլ վաճառում են առանձին, որովհետեւ այն հաճախ աղանդեր պատրաստելու մեջ են օգտագործում։
Այս կողմում ձուկն են վաճառում, այն էլ շատ թարմ տեսնում եմ։ Այո, ծովամթերքի մեծ տեսականներ ունենք շուկայում, եւ ինչպես տեսնում ես, բառի սողերի իմաստով այն առաջին թարմությանն է։ Ձկների հիմնական մասը դեռ կենդանի է։ Բանն այն է, որ գյուղը, որտեղից բերում են ձկնամթերքը, մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այնտեղ գետ կա, որտեղից էլ բռնում են այս ձուկն ու միանգամից տեղափոխում շուկա։ Սրանից տարբեր ուտեստներ են պատրաստում՝ ապուրներ, տապականներ, աղցաններ։ Շատ լայն տարածում ունի այս տեսակի ձուկը մեր կողմերում։ Գետերը հարուստ են այս ձկնատեսակով։ Դրանք բավական մատչելի են, գինն էլ կախված է չափից։ Որքան մեծ է ձուկը, այնքան բարձր է արժեքը։ Կասես, որն է ամենասիրելի կերակուրը այստեղ Տորաջայում, որովհետև ես գիտեմ ամեն կղզի, ամեն շրջան մարդիկ տարբեր են եւ բնականաբար կերակուրը եւս։ Պապիոն։ Հիանալի ուտեստ ունենք ձկան ու պապիոյի համադրությամբ։ Չկա այստեղ մի ընտանիք, որ գոնե շաբաթական 2 անգամ այդ ճաշացանկը չպատրաստի։ Իդեպ ինչ ձուկ է այս կողմում։ Այս մեկը ծովից են բռնում, ու քանի որ ծովը համեմատաբար հեռու է, շուկա բերել հասցնելու հատուկ տարբերակներ են մշակել։ Ձկնորսները ձուկը որսում են, հետո դրանք տեղադրում են հատուկ տուփերի մեջ, որոնք լցված են մեծ քանակությամբ սառույցով, ու դրա վրա շարում են ձկները։ Եվ արդեն ապահով ու թարմ բերում հասցնում են շուկա։ Դուք դեռ անհանգստանում եք, որ թռիչքը ձեր կուշանա կամ ուղեբերը շատ ավելի ուշ ձեզ կհասնի։ Ես դրա մասին այլևս չեմ մտածում, որովհետև ես American Express Gold քարտի քարտատեր եմ։ Իսկ դա նշանակում է, որ իմ թռիչքի ուշացումը եւ ուղեբերի ուշացումը ապահովագրված է։ Ձեզ եւս խորհուրդ եմ տալիս։ Ճամփորդում եք, դարձեք American Express Gold քարտի քարտատեր։ Դե իհարկե այս տարածքը նախատեսված է հենց տեղացիների համար, որոնք կարճահասակ են, զբոսաշրջիկների համար այն բավական ցածր է։ Ինչ են այս կողմում վաճառում։ Այստեղ վաճառում են ձու, բադի, լորի եւ հավի։ Դրանք բոլորը օրգանիկ ծագում ունեն, հատուկ տեսակի թռչուններ են, որոնց կերը բնական է եւ որևէ արհեստական հավելում չի օգտագործվում այս թռչունների համար։ Այս տաղավարը նախատեսված է բացառապես նման տեսակի ձու վաճառելու համար։ Իրականում այն մի քիչ ավելի բարձր արժեք ունի, բայց մարդիկ սովորաբար հաշված րոպեների ընթացքում սպառում են նրանց ապրանքը։ Հիմա երբ շրջում ենք շուկայով, դու ինքդ տեսնում ես, թե ինչ ակտիվ առևտուր է այստեղ ծավալվում։ Բանն այն է, որ տեղաբնակները սովոր են ճաշելու ընտրել տանը։ Շատ քիչ կտեսնես մարդկանց ռեստորաններում ու սրճարաններում։ Այստեղ տեսականին բավական մեծ է։ Եկեք հենց այստեղ հասկանանք ինչ արժե բանջարեղեն։ Օրինակ կարտոֆիլի 1 կիլոգրամը ինչ արժե այստեղ։ Միրգն ու բանջարեղենը այստեղ հիմնականում վաճառվում է կիլոգրամով։ Կարտոֆիլի 1 կիլոգրամի համար պետք է 3000 ինդոնեզական ռուպիա վճարեք։ Սոխը կարժենա 20000, նույնքան էլ գազարը։ Կանաչեղենն ավելի մատչելի է, ասենք նման մի կապի համար 5000 եք վճարելու։ Այս կողմի վրա էլ դդումն է։ Կոճապղպեղը դրանք կարծեմ էլի միջինում մինչև 7000 արժեն։ Ահա։ Եվ լոլիկը։ Իսկ լոլիկն էլ 10000 կիլոգրամի համար։ Ահա, եւ սխտորը հասկանանք ինչ արժե։ Սխտորի համար մոտ 35000 վճարելու։ Ահա, որպեսզի նորից եմ կրկնում հասկանաք դրամով ինչքան է այս ամենը կազմում, հիշեցնում եմ $1 14000 ռուպիա է։ Գնանք այն կողմ։ Հրաշալի է, որ հենց այս պահին եկանք դեպի շուկայի այն հատված, որտեղ պատրաստում են մեր ազգային քաղցրավենիքը։ Պաստորիա։ Պատրաստում են բրնձի ալյուրից եւ շագանակագույն շաքարավազից։ Շատ պարզ պատրաստման եղանակ ունի։ Ինդոնեզիայում որտեղ է լինեք, հաստատ առաջարկելու են ձեզ այս քաղցրավենիքը, որովհետեւ այն իսկապես շատ համեղ է։ Եվ ուշադրություն դարձրեք, հաճախ եմ այստեղ Ինդոնեզիայում տեսնում, որ երեխաները փոքր հասակից սկսում են աշխատել, օգնել ծնողներին, որովհետև մարդիկ բնականաբար այստեղ շատ այսպես լավ չեն ապրում եւ գումարի պակասը միշտ զգացվում է։ Դրա համար աշխատում են ընտանիքներով եւ երեխաները միշտ ծնողների կողքին են յուրաքանչյուր աշխատանքի ընթացքում։ Հիմա եւս մի ազգային ուտեստ ենք բացահայտելու միասին։ Այն փողոցում սնդի կետերում կհանդիպեք, որովհետև հենց այդպես էլ ծնվել եւ տարածվել է։
Գադո ենք ասում։ Հենց հիմա մեր աչքի առաջ կտեսնենք գադո։ Ես զուգահեռ փորձեմ մեկնաբանել։ Չիլի պղպեղ, սխտորի համեմի ջուր եւ ընկույզի մածուկ։ Նայիր, այ հենց հիմա վերցնում եմ մածուկը, որը ստանում է նախապես ընկույզը կամ գետանուշը չորացնելով, աղալով ու դրանից նման խյու ստանալով։ Ուրեմն նախապես չիլին, սխտորը մի լավ տրորել են, հետո ավելացրել համեմի ջուրը, ապա ընկույզի մածուկը։ Հետո էլի լավ տրորում է ու վերջում մի քիչ ջուր է լցնում, որ հեշտ լինի խառնելը։ Ես գիտեմ, որ աշխատակիցները ամուսիններ են եւ նրանք շատ հայտնի են այստեղ Տորաջայում եւ սա այն կետերից մեկն է այստեղ շուկայում, որտեղ միշտ մարդաշատ է, մարդիկ ուզում են հենց համտեսեն իրենց պատրաստածը։ Այո, նրանք ամենահայտնի ամուսնական եւ խոհարարական զույգն են այստեղ։ Բոլորն էլ գալիս են շուկա հենց նրանց պատրաստածը համտեսելու, իսկ այս ընտանիքի համար խոհարարությունը խիստ կարեւոր է, քանի որ նրանք միայն այս կերպ կարող են գումար վաստակել իրենց երեխաներին կրթություն տալու համար։ Հրաշալի է։ Գիտես, ես այս պահին կնվիրեմ այս հրաշալի զույգին սև որակյալ պղպեղը Royal Armenia-ի։ Ինչու՞, որովհետև այստեղ նրանք ամեն օր կերակուր են պատրաստում եւ վստահ եմ պղպեղը միանշանակ նրանց հարկավոր կլինի, այն էլ լավագույնը, հայկականը։ Նրանք բացի իմ նշած ուտեստից նաև հրաշալի պոկարդո են պատրաստում։ Հիմա բացատրեմ, թե ինչ է դա։ Ինչպես արդեն հասկացար, հերթական մի ուտեստ, որը մեծ տարածում ունի այստեղ։ Բրնձից են պատրաստում։ Այն եփում են այնքան, որ լավ փափկի, գրեթե շիլայանման զանգված դառնա։ Հետո խառնում են վարունգի հետ, երբեմն դդմիկ են ավելացնում։ Կարելի է սա անվանել վեգանական աղցան։ Որևէ մսամթերք չեն ավելացնում։ Շատ համեղ ու սնդարար է, նաև օգտակար ու թարմ, որովհետև ամբողջովին բանջարեղենից է պատրաստված ու բրնձի, որևէ ծանրացնող մթերք չկա այստեղ։ Այո, հիմա թվարկեմ։ Դե դդմիկն ու վարունգն արդեն ասել եմ, ավելացնում են նաև կանաչ թարմ լոբի, սպանաղ, մի քանի կտոր սպիտակ կաղամբի պինդ կտորներ, հետո այս բոլորը լավ պետք է խառնել, այնքան որ բոլոր բաղադրիչները միախառնվեն, ու վերջում ավելացնում է բաղադրիչը, որն էլ պայմանավորում է գլխավոր ուտեստի հիմնական հմայքն ու համը։ Բանանի տերևների ու պղպեղի հատուկ խառնուրդ, սա յուրահատուկ համեմունք է, որի մասին բոլորը չէ որ գիտեն։ Հենց այդ բաղադրիչն էլ ավելացնում ենք։ Եվ պատրաստ է։ Գրեթե այո, ամեն բան պատրաստ է։ Նա հրաշալի է պատրաստում այս ուտեստը, դրա համար էլ միշտ հերթեր են գոյանում այս տաղավարի մոտ։ Անկեղծ ասեմ, եթե ամեն օր ժամանակ ունենամ կգամ ուտելու։ Ուղղակի մի քիչ երկար ժամանակ է պահանջում այն պատրաստելու համար, եւ հաճախ այդ ժամանակը ինձ մոտ չի լինում։ Բայց ես միշտ այնպես եմ պլանավորում, որ գամ պատվիրեմ ուտեստը ու մինչև մեր ընկերային պատրաստի ես գնումներս եմ անում։ Բայց գալ շուկա եւ չուտել այս ուտեստը հանցագործություն է։ Ահա։ Տեսում եք, սիրելի հեռուստադիտողներ, ինչքան մարդ է սպասում եւ ամեն րոպե այստեղ աշխատակիցները, այս ընտանիքի անդամները զբաղված են։ Ինչու՞, որովհետեւ հաճախորդները շատ են։ Այս կողմում քաղցրավենիք է արդեն վաճառվում։ Այո, ավանդական աղանդեր է։ Այս մեկը հենց հատուկ է, տորաջային։ Իհարկե, ինդոնեզական բոլոր համայնքներում բանանի տերևներով պատրաստված տարբեր ուտեստներ կգտնեք, բայց սա կոնկրետ տորաջայի ավանդական աղանդեր է։ Այն պատրաստում են բրնձի ալյուրից, շաքարավազից ու կոկոսի հեղուկից եւ քերուկից։ Բոլոր բաղադրիչները միախառնում են, ստանում խյուսանման զանգված, ապա փաթաթում այն բանանի տերևներով եւ եռացնում։ Այս մյուսը լրիվ նույնն է, բայց ունի բանանային միջուկ եւ շաքարի փոշի են նաեւ վրան ավելացնում։ Ցանկության դեպքում ավելացում են նաեւ վանիլի փոշի, կոկոսի կաթ ու շաքարավազ։ Միջուկը նշածս բաղադրիչների խառնուրդն է, իսկ այս մեկը բոլորովին այլ պատրաստման եղանակ ունի։ Ես առաջարկում եմ համտեսենք սա ձեզ։ Այո, եկեք փորձենք։ Սա ինձ։ Ահա, բացենք այն եւ տեսնենք ինչպիսին է միջուկը։ Այսպես։ Հիմա զգուշորեն բաց։ Ահա։ Սա իհարկե միջք է, բանան։ Բանանով է, այո։ Ահա։ Դե ասա, ոնց է, հավանեցիր։ Եթե դուրդ գալիս է տորաջայում, ասում են մամի։ Մամի։ Կամ էլ կարող ես ասել էնակ, դա եւս հիասմունքի խոսք է։ Էնակ։ Մամի էնակ, երկուսից մեկը։ Շատ համեղ է, ես իրականում Բալի կղզում եւս այս պատրաստման ընթացքը նկարահանել եմ, այն շատ համեղ քաղցրավենիք է, թարմրքից պատրաստված եւ իհարկե խորիզով։ Այն շատ հայտնի է այստեղ եւ տեղացիները շատ սիրում են։
Եվ յուրաքանչյուր հյուրանոցում, որտեղ կանգ են առնում զբոսաշրջիկները, վաղ առավոտից անպայման այս ամենը կարող եք գտնել նախաճաշին, որովհետև երկրի հյուրերը եւս այդ շատ սիրում են համտեսել։ Ինչքան ենք մենք վճարելու այս ամենի համար։ Այս 4 կտորի համար վճարելու ենք 5000 ռուպիա։ Որպեսզի պատկերացնեք ինչ արժե այս ամենը դրամով, նշեմ, որ $1 այստեղ Ինդոնեզիայում հավասար է 14000 ռուպի։ Եվ 4 հատ այս քաղցրավենիքի արժե 5000, այսինքն 180 դրամ մոտավորապես։ Այս կողմում նորից ձուկ են վաճառում, սակայն ինձ իհարկե հետաքրքիր է ինչ է այս հատվածում։ Սա օձաձուկ է, շատ մեծ տարածում ունի այստեղ։ Այո, առաջին հայացքից ոչ մի հաճելի բան, բայց երբ ուտում ես արդեն պատրաստի վիճակում, օրերով համը չես մոռանա։ Իրականում այս սգնատեսակով ուտեստները շատ մեծ տարածում ունեն մեզ մոտ, բայց մի կարևոր նրբություն կա։ Այս սուկը պատրաստելիս պետք է անպայման հաշվի առնել, որ այն ունի հատուկ տեսակի յուղ, որը նախընտրելի է եփելուց առաջ հեռացնել, քանի որ մի քիչ դառնահավ է։ Եթե հիշում ես շուկա մտնելիս հենց ամենասկզբում պատմում էի քեզ մեր ավանդական ու համեղ խոտաբույսի մասին։ Երբ այն համադրում ես այս օձաձկան հետ, աննկարագրելի մի բան ես ստանում։ Ես գիտեմ, այստեղ տորաջայում կերակուր պատրաստելիս նորից շատ ու շատ համեմունքներ են օգտագործում։ Այո, համեմունքներ շատ ենք օգտագործում, որովհետև հենց դրանց միջոցով ենք նոր ուտեստներ ստանում։ Տորաջոյում ուտեստներ պատրաստելու եղանակները քիչ են, կամ եռացնում ենք ջրով, կամ տապակում գրակի վրա, որպեսզի ուտելիքը անհամ ու պարզունակ չլինի, օգնության են հասնում համեմունքները։ Այ դրանք հրաշալի լուծում են ցանկացած իրավիճակում։ Սխտոր, պղպեղ տարբեր տեսակի կանաչեղեն են, որոնք մեր խոհանոցում միշտ առկա են։ Վաղ առավոտից շուկա, շատ մարդիկ, գնումներ, կենդանիներ, մի խոսքով, ինձ այս պահին սուրճ է հարկավոր։ Ես առաջարկում եմ մենք հենց հիմա վայելենք Royal Armenia-ի լավագույն հայկական սուրճը, նոր շարունակենք մեր օրը։ Այսօր այցելելու, հավատացեք, շատ հետաքրքիր դեռ կետեր ունենք։ Այսինքն հիմա մենք սուրճ ենք վայելելու, հրաշալի է։ Հայկական սուրճը տարբերվում է աշխարհի բոլոր սուրճերից։ Գնանք վայելենք Royal Armenian։ Մի շուկայից հայտնվեցինք մյուսում, սակայն այս շուկան եւս տեղացիների համար շատ կարևոր է, որովհետեւ այստեղ գիտեք, Տորաջայում շատ մեծ ուշադրություն են դարձնում եւ հարսանիքներին, որոնք այսպես մեծ շուկով են նշում, եւ իհարկե թաղումներին, որոնց մենք անդրադառնում ենք։ Ինչ շուկա է սա։ Բացենք բոլոր գաղտնիքները մեր հեռուստադիտողների համար։ Այո, հիմա մենք Բոլու կոչվող շուկայում ենք։ Այն բավական մեծ է, հայտնի է ու այցելուների պակաս չի ունենում։ Թե ինչու կպատմեմ հենց հիմա։ Ասում են սա տարածքի ամենամեծ շուկան է։ Ես չեմ կարող վստահաբար պնդել, քանի որ հստակ տեղեկություններ չունեմ այս մասին, բայց երևի այդպես է։ Այս շուկայում հիմնականում եղջերավոր անասուն են վաճառում։ Ցուլը մեծ տարածում ունի մեր ավանդական խոհանոցում։ Շուտով կպատմեմ թե ինչու։ Ու այստեղ ցելերի ամենամեծ վաճառքն է իրականացվում։ Ես առաջարկում եմ առաջինը գնանք ձախ կողմ, հետո վերադառնանք եւ տեսնենք խոզերին։ Գնացինք այն կողմ։ Մի քանի րոպեից կտեսնես, թե ինչքան ցուլ կա 1 քառակուսի մետրի վրա, բայց բնականաբար այստեղ վաճառում են նաև այլ կենդանիներ։ Սա ֆերմայի պես մի բան է։ Հիմա մենք ցլերի տարածքում ենք։ Հիշում ես, չէ՞, որ մեր հանդիպման սկզբում ասում էի, որ այստեղ հարսանյաց արարողություններ եւ հուղարկավորության ժամանակ մեծ նշանակություն ունի, թե ինչ տեսակի կենդանիներ եք օգտագործում։ Ցլերի նշանակությունը ու դերը, եթե կարելի է այդպես ասել, մեծ է հուղարկավորությունների ժամանակ։ Այստեղ ամենավորակյալ կենդանիներ են վաճառքի համված։ Ամեն բան կախված է գույնից, մաշկի որակից, կենդանու առողջությունից, որ հենց այս հանգամանքներով պայմանավորված կենդանիների արժեքը տատանվում է եւ հասնում մի քանի միլիոնի։ Երբ ասում եմ մի քանի միլիոն, նկատի ունեմ օրինակ 30 միլիոն ռուպիան։ Այ դուք ասացիք 30 միլիոն ռուպի յուրաքանչյուր ցուլի համար։ Դա ահռելի գումարներ են, առանձնատուկ այստեղ Ինդոնեզիայում $2300 մեկ կենդանու համար։ Քանի նման ցուլ են մորթում թաղման արարողության ժամանակ։
Մինիմալ քանակը, որ մորթում են մի արարողակարգի ժամանակ 20-ն է։ Պատկերացրեք, միայն մի միջին թաղման արարողակարգ պահանջում է 20 կենդանի։ Որքան ավելի հարուստ ու կայացած եք, այնքան շատ պետք է լինեն մորթվող կենդանիները։ Ու ասեմ քեզ, ներկա եմ եղել մի թաղման, որի ժամանակ մորթել են միանգամից 105 կենդանի։ Աստվածին։ Եվ ասեմ քեզ, որ ամենաթանկ կենդանիներին էին ընտրել։ Նրանց արժեքը տատանվել է 50 միլիոնից 100 միլիոնի միջակայքում։ Իսկ ինչու են հենց ցուլերին մորթում, հա? Ես գիտեմ, որ մարդկանց չեն թաղում, իդեպ մենք այսօր այցելելու ենք տուն եւ տեսնելու ենք ինչպես են մահացած մարդուն տարիներ շարունակ պահում տանը։ Ինչու? Որովհետեւ ընտանիքը չունի այդքան գումար, այդքան ցուլ գնելու համար եւ այդ արարողությունը իրականացնելու համար, հա? Այ ինչու է պարտադիր պետք մահացածին ճանապարհելիս այս կենդանիներին գնել եւ իհարկե անպայման հյուրասիրել միսը հյուրերին։ Սա դեռ վաղնջական ժամանակներից եկած ավանդույթ է, որին հետևում ենք մինչև օրս եւ ոչ մի պայմանով չենք խախտում այն։ Այս ամենի հիմքում սուրբ ու խորհրդանշական ծիսակարգն է։ Երբ մարդն ավանդում է հոգին ու այս երկրի վրա մնում է միայն նրա մարմինը, պետք է հատուկ արարողակարգ անցկացնել։ Այս դեպքում ես կօգտագործեմ ոչ թե ցլին մորթելու, այլ ցլին զոհաբերելու արարողակարգ բառակապակցությունը։ Այո, կենդանիները մասնակցելով այս ծիսակարգին սրբադասվում են։ Երբ կենդանուն զոհաբերում են, դրանից հետո ընտանիքը պետք է ուտի միսն ու բաժանի այն այլ ընտանիքների ու արարողակարգերի մասնակցած մարդկանց։ Բայց հաճախ երբ ընտանիքը չի ունենում ցուլ գնելու միջոցներ, նրանք պահում են դիակն այնքան, մինչև կարողանան կենդանի ձեռք բերել։ Այսպիսի մեծ արարողություն եւ դուք հասկանում եք, սիրելի հեռուստադիտողներ, որ մարդիկ ուղակի երիտասարդ տարիքից գումար են այսպես մի կողմ դնում, հա, հավաքում են այդ գումարը, ինչու, որպեսզի մահանալուց հետո ընտանիքի անդամները ֆինանսի հետ կապված շատ մեծ խնդիրներ չունենան եւ նրանք կարողանան հող հարկավորել։ Անհավանական է, այս ամենը կարելի է տեսնել միմիայն այստեղ տորաջը։ Մինչ նկարանումները սկսեցինք, ասացիք, որ այստեղ վաճառում են ամենից թանկ ցուլին եւ ես արդեն կռահում եմ, որ այդ ցուլը մեր առջև է։ Այո, ամենաթանկարժեք ցուլն է հիմա մեր առաջ ու երևի թե հարցեր պետք է չծագեն։ Միայն տես թե ինչ գեղեցիկ ու տարբերվող է այն։ Ինքդ կարող ես հասկանալ, թե ինչու են մարդիկ պատրաստ նրա համար աստղաբաշխական գիվ վճարել։ Իսկ այս ցլի արժեքը 150 միլիոն ռուպիա է հասնում։ Մի րոպե, again 150 միլիոն ռուպիա։ Աստված իմ, $13,000։ Այո, դու զարմանում ես, բայց դա գագաթնակետը չէ։ Եղել են նաև ցլեր, որոնց գինը հասել է 250-ից 300 միլիոն ռուպիա։ Տես այս մյուսն էլ է բավական թանկ։ Սևը, միայն տես թե ինչ գեղեցիկ ու փայլուն մորթի ունի։ Այն բավական մեծ է ու շատ լավ պահված կենդանի է։ Բնականաբար վերը նշված արժեքին չի հասնի, բայց էլի թանկ է։ Եթե այս կենդանիները այդքան թանկ արժեն, ինչու դրանց չեն պահում տանը։ Չեն պահում տանը, որովհետև բավական բարդ է հոգ տանել ու խնամել այս հսկա կենդանիներին։ Հենց դրա համար էլ ստեղծվել են նման հատուկ բուծարանները, որտեղ ցլերը բազմացնում են, դրանց խնամում են, վերում հասցնում են այն որակի ուտեստքի, որը մարդիկ կգտնեն անասելի միլիոններով։ Եվ հենց դրա համար յուրաքանչյուր թաղման արարողություն այստեղ տոն է դառնում, որովհետև մարդիկ ի վերջո կարողացել են այդ ամենը կազմակերպել եւ բոլորը շատ ուրախ հանգուցյալին ճանապարհում են։ Այո, մենք հավատում ենք, որ եթե մարդը մահացել է, նա տեղափոխվում է ավելի լավ աշխարհ։ Եթե դուք մասնակցեք թաղման արարողությանը, կտեսնեք, որ մարդիկ ոչ թե լացում են ու սգում, այլ դրանից իրական տոն են կազմակերպում։ Թաղման արարողության ժամանակ զոհաբերված կենդանու միսն ուտելով մասնակիցներին է փոխանցվում իմաստություն եւ առողջություն։ Հետևաբար չի կարելի այս ընծանոթուներ տխուր կամ ողբերգական։ Դա ուղղակի ցնծություն է մեզ համար։ Այսպիսին է տորաջան, այն չի կրկնվում, նման երկրորդ վայր ուղղակի չես գտնի աշխարհի որևէ մի անկյունում։
Հենց հիմա մենք ներկա ենք մի գործընթացի, որը ապացուցում է իմ բոլոր ասածները։ Նայիր, ինքդ էլ հասկանում ես, որ ցուլը իր առջև լցված խոտը տեսնելիս կսկսի ուտել, բայց մարդիկ այստեղ այնքան են հոգ տանում այս կենդանների մասին, որ բառացիորեն ձեռքից են կերակրում։ Ոչ միայն սննդի, այլև ապրելու պայմաններն են այստեղ շատ լավ մտածված։ Ցլերը շոկի ժամանակ բավական ընկճվում են, այդ պատճառով նրանց համար հատուկ պայմաններ են մշակվել։ Նրանք այստեղ ջրերին մոտ են, օրվա մեջ մի քանի անգամ կենդանիների վրա ջուր են ցողում։ Անում են ամեն բան, որ հանկարծ երկար ժամանակ չմնան արևի ուղիղ ճառագայթների տակ։ Սրանք բոլորը խիստ կարևոր պայմաններ են, ինչպես կենդանու մսի, այնպես էլ մորթու համար։ Որքան ավելի շատ են հոգ տանում կենդանների մասին, այնքան ավելի թանկ կարող են հետագայում վաճառել դրանց։ Ամեն բան խիստ փոխկապակցված է։ Հիմա քեզ ուզում եմ ցույց տալ ամենայուրահատուկ ու հետևաբար ամենաբարձր արժեք ունեցող ցլերին։ Գլխավոր առանձնահատկությունն իհարկե վարդագույն մարմինն է։ Այո, հատուկ ցեղատեսակ է, ամենամեծ կարողություն ունեցող մարդկանց համար է։ Չի ուզի խիստ դասակարգում մտցնել, բայց անկախ փաստը բարձրաձայնելուց կամ ոչ, միևնույն է, այս յուրահատուկ վարդագույն ցլերին կարող են ձեռք բերել միայն մեծահարուստները։ Սրանք շատ հետաքրքիր գունավորում ունեն, վարդագույն մարմնի վրա սև մեծ նշաններ են։ Որքան ընդգծված է այդ սև հատված, այդքան ավելի թանկ է ցուլը։ Ես սիրելի ռուստադիտողներ, իհարկե շատ ուրախ եմ, որ կա հնարավորություն այս ամենը նկարանելու։ Ես, եթե չստեմ 5 տարի շարունակ փորձում էի կազմակերպել իմ այցելությունը այստեղ Տորաջա, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Եվ ի վերջո ես կարողացա գտնել լավ կազմակերպություն, որոնք կարողացան այս ամենը կազմակերպել։ Վճարումը առցանց, իհարկե նախապես մինչ այստեղ գալը կատարել եմ American Express Gold քարտի միջոցով։ Գիտեք, ես ամենուր տեղում, թե առցանց վճարումը կատարում եմ հենց այդ քարտի օգնությամբ։ Այնպես որ շնորհակալ եմ իմ ճամփորդությունների անբաժան ընկերոջը, վճարումը նախապես կատարված է, ամեն բան կազմակերպված է ու մենք ունենք այս ամենը նկարանելու հնարավորություն։ Չէ՞ որ սա նորություն է թե ինձ համար եւ թե ձեզ համար եւ վստահ եմ հաղորդումը դիտելը շատ հետաքրքիր է։ Գնանք այն կողմ, որովհետև տեսնում եմ նորից այլ գույնի ցուլերի, որոնք տարբերվում են այստեղ ներկա գտնվող բոլոր ցուլերից։ Այստեղ կան թե այնպիսի ցլեր, որոնք բուծվում են հենց այս ֆերմայում եւ կան այնպիսիք, որոնք բերվում են այստեղ ու հանձնվում են աշխատակիցների խնամքին որոշակի վճարի դիմաց։ Բարդագույն ցլերից հետո երկրորդ հորիզոնականում ըստ արժեքի այն փայլուն սև ցլերն են, որոնց յուրահատկություններն էլ աչքերի գույնն է։ Որքան ընդգծված են ցլերի աչքերը, այդքան բարձր է դրանց գինը։ Իսկ ասեք ինձ խնդրում եմ, այս հատվածում հիմնական աշխատակիցներն են, թե այս կենդանիների տերերը, այսինքն միգուցե ցուլերին բերում թողնում են այստեղ եւ աշխատակիցները փորձում են վաճառել այս կենդանիներին ինչ-որ գումար աշխատելով։ Հիմնական հատվածը իհարկե ֆերմայի սեփականատիրոջ ցլերն են, որովհետև ինքդ ես հասկանում շատ ավելի ձեռնտու է բուծել եւ վաճառել սեփական ապրանքը, քան հոգ տանել մեկ ուրիշի կենդանու մասին, հետո վաճառել այն ու գումարը տալ նրան։ Մենք անցնենք ի վերջո այն կողմ, ցույց տանք ինչպիսին է այն հատվածը։ Ես սկզբում ասում էի, որ թեև այս ֆերմայի գլխավոր զարդը ցուլն է, բայց այստեղ կան նաև այլ կենդանիներ։ Ցլի կարևորությունը ծիսակարգային նշանակությունն է։ Իսկ օրինակ խոզերը, որոնց հիմա տեսնում ես, ավելի խոհանոցային նշանակություն ունեն։ Մենք թաղման արարողությունների ժամանակ զոհաբերում ենք ցլերին, որպեսզի ընդգծենք այս ամենի ավանդական ծիսակարգային կողմը, իհարկե դրանց մի մասը բաժանում ենք ներկաներին ու լուծում նաև հոգեհացի խնդիրը։ Մենք ուղարկավորությունների ժամանակ պարտադիր նաև խոզի մսով պատրաստած ուտեստներ ենք ունենում, որը համարվում է ոչ պակաս կարևոր հատված նման արարողությունների ընթացքում։ Խոզաբուծությունը բավական խորը արմատներ ունի նաև հարավային կողմում։ Կասեք, նման շուկա այս հատվածում Տորաջայի որևէ այլ մի գյուղում կամ չգիտեմ այլ մի քաղաքում կա, թե միայն այստեղ է։ Իհարկե, այնտեղ եւս կան մեծ շուկաներ, որտեղ կենդանիների առք ու վաճառք են անցկացնում։ Ամենամեծ շուկան հենց սա է մեր կողմերում։
Հակառակ դեպքում երկրի տարբեր անկյուններից մեզ մոտ չէին գա։ Պարզապես չեմ պնդում, որովհետև նման հետազոտություն չեմ անցկացրել ու հստակ թվեր չեմ կարող նշել։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին էր այս շուկան բավական մեծ։ Տեսնում եք, տարածքը շատ մեծ է, մենք շրջեցինք մի փոքրիկ ընդհանրապես հատվածում, իսկ այս պահին շարժվում ենք հաջորդ կետ, որը լինելու է շատ հետաքրքիր, ինչու՞, որովհետև հենց այդ տանը դիակ են պահում։ Ինչու՞, որովհետև դեռ չունեն կուտակած այն գումարը, որի շնորհիվ կարող են գնել կենդանիներ, որպեսզի կազմակերպեն թաղման արարողությունը։ Էնպես որ այցելենք ու տեսնենք, ինչպես են կարողանում դիակը տարիներով պահել տանը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ի վերջո հայտնվեցինք գյուղում։ Դե որտեղ կա մի տուն եւ որտեղ էլ երկու դիակ կա, հենց տան մեջ, հայրը եւ որդին։ Իդեպ հայրը մահացել է 6 տարի առաջ, որդին 7 ամիս առաջ, այսինքն 6 տարի է այս ընտանիքը չի կարողանում հավաքել գումար, որպեսզի կազմակերպի թաղման արարողություն։ Այո, ինչպես դու արդեն ներկայացրեցիր, մենք հիմա շատ սարսռեցնող մի երևույթի ենք ականատես լինելու, որը սակայն սարսափեցնում է եկվորներին, բայց ոչ երբեք տեղաբնակներին։ Ինչպես արդեն հասկացար, դա բավական մեծ գումարների հետ կապված արարողակարգ է։ Ու եթե կան այնպիսի ընտանիքներ, որոնք ի սկզբանե գումար են կուտակում, որ դժբախտության ժամանակ կարողանան ծախսեր հոգալ, կան նաև այնպիսիք, որոնք այդ գումարը հավաքելու տարբերակ չունեն։ Ու եթե նրանց հարազատը հանկարծամահ է լինում, այդ պահին ցլի համար գումար չունեն հավաքած, մարդիկ հարկադրված պահում են դիակն այնքան ժամանակ, մինչև կարողանան նրան հողին հանձնել, պահելով բոլոր ավանդույթները։ Իդեպ սա կարող է տևել նաև տարիներ։ Բոլոր այն ընտանիքները, որտեղ պահում են մահացած մարդկանց մարմիններ, պարտավոր են որևէ կերպ այդ մասին տեղեկացնել բոլորին։ Սովորաբար դա արվում է տան դիմաց կամ տանիքին կարմիր դրոշակ ամրացնելով։ Նման պատմություններն այստեղ սովորական բնույթ են կրում, բայց դա չէ ամենասարսափելին։ Ավելի ծանր է, երբ տվյալ ընտանիքը մահացած հարազատի համար գումար է հավաքում, ու այդ ընթացքում էլի կորուստներ է ունենում։ Ստացվում է, որ նրանք տարիներով մի քանի դիակ են ստիպված լինում տանը պահել, մինչև հավաքում են ամբողջ գումարը։ Ձեռք բերում ցուրն ու արդեն մեկ տանից ասենք 3 կամ 4 դիակ հողարկավորում են։ Բայց ես չեմ կարողանում պատկերացնել, հա, 6 տարի, ինչպես են կարողանում մարմինը պահել տան մեջ։ Դե այդ հարցը հիմա շատ ավելի հեշտ է լուծվում, քան տասնամյակներ առաջ։ Բավական շատ բժշկական միջամտություններ կան, որոնք իրականացնում են ու հեշտացնում տվյալ ընտանիքի կյանքը։ Ժամանակին մումիաֆիկացման մի շարք արարողակարգեր էին անում։ Հիմա ընդամենը 1 սրսկում եւ վերջ։ Դու կարող ես մտածել, թե ես շատ հանգիստ եմ այս ամենի մասին խոսում ու կարծես թե անսիրտ եմ։ Պարզապես պետք է հասկանաս, որ մեզ համար այս ամենը սովորական բնույթ է կրում։ Իդեպ ահա եւ գյուղը, ահա տները, հիմա անցնենք ներս։ Այո, մոտենում ենք տանը։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ ցույց եք տալիս այս ամենը մեզ համար սա շոկային է, մեզ համար նորություն է, որովհետեւ նման բան երբեք չէի տեսել, ոչ մի երկրում արդեն խոսել ենք դրա մասին։ Որ մասում է տունը։ Բարև ձեզ, բարով եկաք։ Ես էլ եմ շնորհակալ, որ որոշեցիք ներկայացնել մեր ընտանիքի պատմությունը։ Գնանք դեպի տուն։ Այնտեղ ամեն բան ավելի պատկերավոր կլինի։ Մենք այդքան էլ հեռու չենք մեր տնից։ Իհարկե, առաջինը ցավակցում եմ, քանի որ ձեր եղբայրը ընդամենը 7 ամիս առաջ է մահացել եւ ցանկանում եմ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ գտնվեն այդ գումարները եւ դուք կարողանաք ի վերջո կազմակերպել թաղման արարողությունը։ Ես վստահ եմ դուք սպասում եք այդ օրվան։ Իհարկե, սպասում ենք այդ պահին, որովհետեւ մեզ համար կարեւոր է ամեն բան հավուր պատշաճի կազմակերպել։ Հայրս արդեն մի քանի տարի է ինչ մահացել է։ Եղբայրս ամիսներ առաջ հեռացավ կյանքից։ Դուք բավական լավ շրջանում եք հասել մեզ, որովհետև մենք արդեն գրեթե ունենք անհրաժեշտ գումարը, օրն արդեն նշանակել ենք։ Իդեպ մյուս տարի այս ժամանակ ուղարկավորած կլինենք։ Փաստացի արդեն նշանակված է օրը հաջորդ տարի 2025 թվականի հունիսին փաստորեն եւ արդեն 7 տարի կլինի ինչ ձեր հայրիկը մահացել է։ Այո, հայրիկս արդեն 7 տարի է ինչ հեռացել է, այսինքն այդ պահին, որ կկարողանանք կատարել հուղարկավորության արարողակարգը, արդեն կլրանա 7 տարի։ Կուզեի ամեն բան շատ ավելի շուտ անեի։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, գնանք ներս։ Հիմա իհարկե ձեզ դժվար է, իհարկե հետաքրքիր է, բայց շատ դժվար է այս ամենը նայել, հետևել, դե պատկերացրեք ինձ համար ինչ դժվար է, որովհետև ես ռեալ կյանքում այստեղ եմ։ Սիրտս արագ է բաբախում, շունչս
չի բավականացնում, բայց սիրում եմ բացահայտել ու տեսնել այն ամենը, ինչ զարմացնում է։ Իսկ այսօր մենք իսկապես ձեզ հետ միասին զարմանում ենք։ Գնանք ներս։ Զգույշ եկեք, բարձրանանք վերև։ Այո, զգույշ եմ, շատ զգույշ եմ։ Ներս մտնելուց առաջ իհարկե պետք է հանել կոշիկները։ Այո, այստեղ պետք է հանել կոշիկները տունը մտնելուց առաջ։ Այ այսպես, սա մի կողմ դնենք։ Ահա, սա ևս հանենք ու գնանք ներս։ Բարև։ Այսպես երեխաները հաճախ նույնիսկ խաղում են այս սենյակում, չնկատելով, այսինքն սովորական է, նույնիսկ չգիտեմ, խոսքեր չեմ կարողանում գտնել այնտեղ, դժվար է հիմա վարել այս ծրագիրը, երեխաները գիտեմ խաղում են այս սենյակում, սովորական երևույթ է, որովհետև ծնված օրվանից այս մարդիկ գիտեն այս ամենի մասին եւ տեսել են ծնված օրվանից, որովհետև հարևան տներում եւս հաճախ կարող եք տեսնել մահացած մարդկանց դիակները հենց տան մեջ։ Հիմա անցնենք առաջ։ Ահա, խնդրեմ, սա այն սուրբ սենյակն է, որտեղ պահում ենք մեր հարազատներին։ Մեկը եղբայրս է, մյուսն էլ հայրս։ Այս սենյակը մեզ համար սրբավայրի պես մի տեղ է։ Գիտեք, մի կողմից իհարկե լավ կլիներ, որ ճիշտ ժամանակին նրանց հանձնեինք հողին ու կատարեինք ամեն բան, ինչպես որ հարկն է։ Բայց մյուս կողմից էլ ինձ համար մի տեսակ այնքան կարևոր սենյակ է սա։ Ու ամեն անգամ, երբ ես չունեմ տրամադրություն, հիասթափված եմ կամ տխուր, գալիս եմ այստեղ, առանձնանում հարազատներիս հետ, զրուցում, փորձում լսել, թե ինչ հուշումներ կտան ինձ այն աշխարհից, հավատացնում եմ, մի տեսակ խաղաղվում են մտքերս։ Ես տեսնում եմ նկարները, ձեր հայրիկն է։ Այո, հայրս ու եղբայրս են։ Մենք նման դեպքերի համար նրանց ամենատպավորիչ ու գեղեցիկ լուսանկարներն ենք ընտրում։ Ցավոք դա միակ բանն է, որ մնում է մարդուց հետո։ Իդեպ նկատեցիր, չէ, որ նրա եղբայրը լուսանկարում հատուկ համազգեստով է։ Նա ռազմական գործի վառ ներկայացուցիչ էր։ Մեծ ձեռքբերումներ ուներ եւ նաեւ որոշակի կոչումներ։ Անցնենք այն կողմ։ Ու քանի որ մարդու կյանքից հետո նրանից միայն լուսանկարներ է մնում, որպես կանոն ընտրվում են այն լուսանկարները, որոնք տվյալ մարդու մասին ամենադրական ու կարևոր փաստերը կպատմեն։ Բոլոր այն տներում, որտեղ մահացած մարդկանց դիակները դեռևս պահվում են, կան նման սենյակներ, որոնք տվյալ ընտանիքի համար սրբավայրի պես մի բան են դառնում։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, տեղացիների համար մարդը շարունակում է ապրել եւ այո, առավոտյան կարող են ողջունել, նախաճաշ բերել այստեղ, սուրճ բերել, շփվել օրվա ընթացքում։ Այո, մենք գիտենք, որ հոգին անմահ է։ Այսինքն ֆիզիկական մարմինը կարող է լքել մեզ, բայց հոգին հավերժ է։ Քանի դեռ մարդու մարմինն էլ տանն է, կարելի է նրա հետ հանդիպել օրվա ընթացքում, խոսել, անգամ նրան ուտելիք եւ սուրճ բերել։ Սրանք մեզ համար ավանդույթներ են, որոնք չենք խախտում։ Հիմա տեսքը քեզ կարող է վախեցնել, բայց եթե այստեղ ես, որոշեցինք ամեն դեպքում քեզ ցույց տալ մարմինը։ Սկզբում ուզում եմ ասել, որ չզարմանաս, որ ընտանիքի անդամներն ու անգամ երեխաները չեն վախենում այս սենյակ գալ, որովհետև եթե քո հարազատը հեռացել է կյանքից, դա չի նշանակում, որ պետք է մոռանաս նրան։ Այո, սարսափել է այս ամենը եւ երևում է, որ հայրիկը մահացել է 6 տարուց ավել առաջ, որովհետեւ միայն ոսկորներ եւ գանք, իսկ եղբայրը վերջերս սարսափել է իհարկե եւ իսկապես եւս մեկ անգամ ես մաղթում եմ, որպեսզի ինչքան հնարավոր է շուրջնից օրը նշանակված է, արդեն նույնիսկ մոռացա մի բան, որ խոսեցինք դրա մասին, ես ուրախ եմ, որ ամեն դեպքում հաջորդ տարի այդ արարողությունը ի վերջո տեղի կունենա։
Սիրելի ռուստադիտողներ, ես խնդրեցի փակել, որովհետև չեմ կարողանում տեսնել այս ամենը։ Այ խոսենք մաքսիմալ ինչքան է եղել, որտեղ մոտակա բոլոր գյուղերում է այս ամենը տեղի ունենում, մաքսիմալ քանի տարի են դիակը պահել տանը։ Ինչ վերաբերում է նրան, թե ամենաերկար ժամանակը որն է եղել դիակ պահելու, մեզ հասել են տեղեկություններ, որ մեր հարևան գյուղում 10 տարի են պահել իրենց հորը, մինչև կարողացել են անհրաժեշտ գումարը հավաքել ու հուղարկավորել ինչպես որ հարկն է։ Իսկ ինչ եք կարծում, հոգեբանորեն այդ ձեր կարծիքն եմ ուզում հասկանալ, հա, ավելի հեշտ է ձեզ, թե մեզ, որովհետև մենք հարազատին կորցնելուց հետո 2-3 օրվա ընթացքում հրաժեշտ ենք տալիս, իսկ դուք շարունակում եք իրենց հետ ապրել։ Այ ինչ եք կարծում, հոգեբանորեն ձեզ համար է ավելի հեշտ, թե մեզ համար։ Չգիտեմ, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի բարդ է դառնում հրաժեշտ տալը, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ դա անխուսափելի է։ Բոլորս մի օր այս նույն կարգավիճակում ենք հայտնվելու։ Մահը որևէ մեկին չի խնայում, ու այս ճանապարհն անցնում են բոլոր մարդիկ։ Իսկ ձեր կարծիքով։ Դե կարծում եմ հոգեբանորեն ամենաբարդ պահն այն է, երբ մարդը մահանում է։ Հետո ինչ է լինի, դու արդեն գիտես, որ այլևս չի վերադառնա։ Անկախ նրանից, թե նույն օրն ես հուղարկավորում, թե ասենք մի քանի տարի անց։ Ամենաբարդ ու ցավալի պահը մարմինը կորցնելը չէ, այլ մարդուն հրաժեշտ տալն է։ Դե այսպիսին են Տորաջայի ժողովուրդը, սիրելի ռուստադիտողներ, ընդունեք թե ոչ, ամեն դեպքում պարտավոր ենք տեսնելու եւ հարգելու իրենց առօրյան եւ այն բոլոր արարողությունները, որ իրենք ստեղծել են իրենց համար եւ շարունակում են այդ ամենը պահպանել մինչ այսօր։ Շնորհակալ եմ, մենք երևի թե դուրս գանք արդեն սենյակից, որտեղ այստեղ երկար մնալը, հավատացեք, բավական դժվար է։ Գնանք։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար եւ հաջորդ տարի միգուցե նորից հանդիպենք ձեզ հետ։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք այս ամենը նկարանել։ Եվ վերջում ուզում եմ ձեզ նվիրել Տակառը, լավագույն հայկական գինին։ Շատ շնորհակալ եմ նվերի համար, անսպասելի էր, ես երբևէ հայկական գինի չեմ համտեսել։ Շնորհակալ եմ շատ։ Ահա, ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Սիրելի ռուստադիտողներ, այո, ես այստեղ եմ Տորաջա շրջանում եւ մարդիկ այստեղ ապրում են հենց այսպես։ Տան տիրոջը վայրկյաններ առաջ նվիրեցի գինին, Տակառը։ Այս մեկն էլ ուզում եմ ձեզ նվիրել, չէ՞ որ ձեզ էլ եմ շատ շնորհակալ այս հրաշալի օրը կազմակերպելու համար։ Անուշ լինի։ Շնորհակալ եմ այս նվերի համար։ Կարծում եմ քեզ դուր եկավ ամեն բան։ Ես էլ այսօր կվայելեմ գինին ու միշտ կհիշեմ մեր հանդիպման մասին։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ նաև ձեզ։ Դե մեր լեզվով արի հրաժեշտանք իրար։ Կուրե Սումանա։ Սումանա։ Ահա, վերջ։ Ահա եւ վերջ, այսպիսին էր այսօրվա հաղորդումը, իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում եւ Instagram-ում։ Առայժմ։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ Տորաջա գյուղում։ Դուք չեք պատկերացնի ինչ եմ տեսնելու։ Այս արարողությունը, ոյ, սարսափելի է։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։